Так, հիմա այս վիդեոս ժողովուրդ ասում են, որ մոտ խաղաղություն է լինելու, հա, խաղաղություն է։ Գիտեք, ես խաղաղություն չեմ զգում, վտանգված եմ զգում, դուք հոգում խաղաղ եք։ Ես չէ, դժվար թե դուք էլ հա լինեք։ Ոնց է խաղաղություն ուզում, որ մենակ ֆաշիստ ես, թշնամի, մշմանի, ակուպանտ, մեր տարածքը մտել է, մեր գերիներին անկապ մարդկանց բռնել ասում է գերի եք։ Այդ ոնց է խաղաղությունը լինում։ Լավ, եթե խաղաղություն է, ես ոչ զինված եմ, ոչ զինվոր եմ եղել, ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ մի բան չեմ արել։ Որ երկիրը ուզում ես եւ Թուրքիա կգնամ հանգիստ գքամ։ Խաղաղություն է մեր մեջ։ Բաքու կարամ գնամ եւ վերադառնամ։ Դուք կարա գնաք Բաքու եւ գաք, խաղաղություն է մեր մեջ։ Խաղաղություն է։ Որոնք զինվում են խաղաղություն է։ Որոնք ինչ ասես թե չեն ասում։ Եթե իրանք ուզենան մեզ հետ խաղաղ ապրեին, նենց բան կասեն, որ մենք խաղաղվենք։ Իրանք հակառակը։ Հասկացեք, դուք մեր թշնամին եք։ Միայն վատն են մեզ ասում։ Չեն ուզում խաղաղություն, մենք 30 տարի ուզում ենք խաղաղություն, իրանց չեն կպնում ընդհանրապես։ Իրանք հիմա ասում են мы враждуем, мы враги, мы должны воевать։ Իրանք էդ են ասում։ Կամ միրն ամեն ինչ տվեք, կամ զենքով կվեցնեմ, իրանք խաղաղ չեն ասում խաղաղը ձեր հետ կապրեք։ Չեն ասում ինչ եղել է։ Չէ, իրանք ասում են դուք վատն եք, դուք ֆաշիստ եք, դուք չպետք է ապրեք, տենց էլ ասում են չպետք է ապրեք, դուք ֆաշիստ եք։ Ինչ եք ուզում։ Ոնց եք ուզում խաղաղություն։ Հա տարածքն տակ, այդ ձև խաղաղություն։ Հա կամած սաղել մորթի էլի խաղաղություն կլինի։ Այդ ձև խաղաղություն, այ ոնց որ հիմա է, ոչ մեկից հոգում խաղաղություն չկա։ Կանի խաղաղություն։ Այն որ ասում են անցյալ 30 տարում էլ է 5000 մարդ մահացել, այս 44 օրվա բանում էլ է կասում, համեմատում ենք, 4.5 տարի պատերազմել ենք, 30 տարի հողերը մեր մոտ են եղել, այդքան տարում 5000 է եղել, համեմատում են 44 օրում, որ այդքան մարդ է մահացել, 10,000 մնացել են ինվալիդներ, համեմատում են, դե տեսնեք նախորդ 30 տարին ինչքան կլինի, դեռ 7 տարի է անցել, էլ չեմ ասում ինչքան Ստեփանակերտում, ինչքան Արցախում են սպանել, մարդիկ եկել են պատմում են, որ խանութ էի գնացել ճանապարհին, տնեցիներս տեսան, ասեցին տուն մի գնա, թուրքերը գալիս են գյուղերով սպանելով գալիս են, տուն մի գնա, այդ նույն շորերով տուն չեմ մտել, նստել ենք մեքենան եկել ենք, ոչ մի բան չեմ վերցրել, տոնից էլ հաջող չեմ ասել։ Այդ են 5+2-ը, ամեն մեկը մի շաբաթ պատրաստվում են գալու։ Իսկ մնացած տեղերը մորթելով եկել են։ Նրանց էլ են շատ մորթել, ու շուտ էլ մտել են, շատ էլ են տարել, իմ հորեղբորս տարել են։ Զանգելանում ասել են դուրս եկեք, այսօր պետք է բոլորը դուրս գաք, Զանգելանում մի օր են տվել, պետք է դուրս գանք։ Առավոտյան գիշերը խոսացել է տղայի հետ Ֆրանսիա, ասել է առավոտյան կզանգես ինձ կհիշացնես, որ դուրս են գալու, Զանգելանը թողելու ենք։ Հարս ասել է հա ես գործ եմ անելու, ես կզանգեմ։ Առավոտյան դուրս է եկել, կնոջը նստացել է մեքենան, ասել է վայ ես փաստաթղթերս մոռացել եմ տունը, դուք գնացեք Հայաստան, ես հետո գքամ, կնոջս տարեք, ես հետո գքամ Հայաստան։ Գնացել է բժշկեր, խիրուրգ էր, նյարախիրուրգ էր, գնացել է հիվանդանոց, համերինքը թուրքերեն գիտեր, վրացերեն գիտեր, ռուսերեն գիտեր, Ռուսաստանի քաղաքացի էր, բացել են նյարախիրուրգ, գնացել է հիվանդանոց, հիվանդներին տեղափոխել, վերջինն է որոշել դուրս գալ, ու շուտ են մտել, ու իրան տարել էին։
Չեմ ասում ինչ դժվարություններ ոնց ենք պարզեր գերիներից եւ այլն պարզենք որ ընդեղ է բոլորը եւ ձեր Արեգ Հարությունյանը եւ այն ասում էին որ ընդեղ չի ադրբեջանները ասում ընդեղ չի գերիները որոնք եկան ասեցին ընդեղ է այն մի հատ ռուսկի կոմանդիր կար Թուրքիա ազգանունով բան այդ Արցախում ինքն էր ասում որ Մուրադով ասում էր ընդեղ է բայց դե ծեր մարդեր հիմա հաստատ մահացել է ինքը ինչ խաղաղություն քո ժողովրդին տանջում է տարածքդ վեցում է մտա տարածքը դուրս չի գալի ասում է էլի պիտի 10 խաղաղություն է գիտեք ինչ եթե այդպես խաղաղություն եք ուզում մի անգամած գան մենք էլ կամած հելնեն գնանք մաքրվեք գիտեք ինչ Եվրոպան հիմա տեղում է հելի գնացեք դուք ձեր Եվրոպան հա Եթե ինչի եք սպասում մեզ կոտորեն մեր սաղ երկիրը վեցնեն նոր գնանք Եվրոպան իա տեղից ոչ տեղ չի գնում կարեք հիմա գնացեք այն ժամանակ ավելի վատ կլինի սաղ կասեն բեժնից плевать на них շատ կվերաբերվեն հիմա Ինչա ձեզ խանգարում հելիք գնացեք եթե ձեզ թվում է հետո ձեզ ինչ որ եվրոպական երկիրը վիզա կխփի չէ հակառակ ամեն մեկը կասի թող ուրիշտեղ գնան это бомжатники грязные эти беженцы ոնց են վերաբերվել 15 թվին գնացողներից սեր խառնոցով բոլոր ազգանուն են փոխել ազգություն են փոխել որ կարողանան ապրեն выжить чтоб могли Իսկ 90 թվերին չէ, գելի գնում են բեժինից, իրանց կող, ոչ ազգանուն, ոչ նացիոնալից չէին փոխում։ Նենց որ ավելի հարմար է հիմա գնալ, այն ով մտածում է, որ Հայաստանը տան, խաղաղ, իրանք է գնան։ Անց Հայաստանը կուզում հիմա հենց գնացեք, եթե դες թվում այդքան հեշտ է։ Դուք չեք կարող դες պատկերացնեք, որ Դեգոլում, Ֆրանսիա եք ուզում, Դեգոլում չմադանները, ձեքներդ իջնեք, ինչ եք անելու։ Ձեզ թվում է մեկը մեքենա է ուղարկելու կամ մի գուկ փռի, չէ, եղք բեժինից։ Էլի եկան բեժինիցները։ Այնքան հիմա միտինգներ են անում Փարիզում, ինչի եք բեժինից ընդունում։ Մեր աշխատատեղերն են, մեր ֆինանսներն են։ Գնացեք, հա, գնացեք, հիմա գնացեք։ Պարտադիր է Հայաստանը տակ նոր գնաք։ Եվրոպա եք ուզում գնացեք։ Եթե Եվրոպա կա, չկա, Թուրքիա է։ Չգնաքի Թուրքիա կգան, մեկը։ Եթե դες թվում է, հա, գնացեք Եվրոպա, լավ, հա, գնացեք, հա, լավ, ձեզ հենց մեքենան եկավ, խալին փռեց, խոսալ սովորեցիք, պաշտոններ տվեցին ձեզ, ոնց հենց քաղաքացիություն տվեցին, դուք ոնց живи не хочу, անդեղի քաղաքացիությունը վեցեցիք, հետո գիտեք այնտեղ պատերազմ չկա, այնտեղ չեն կանչելու պատերազմելու։ Այն երկիրը պետք չի պաշտպանել։ Լավագույն, թե երկիրը պաշտպանել հեշտ է, այնտեղ որ պատերազմում են, բան են ընկնում, այդ պլեն են ընկնում, ասենք, գերի են ընկնում, այնտեղ պագալովկի գլայցետ։ Թուրք չեն, պագալովկի там գլայցետ։ Եթե դες թվում է դա խառնում եք, պաշտպանեք ձեր երկիրը, հա։ Պաշտպանեք ձեր երկիրը։